Աշխարհն արագ է փոխվում, եւ այսօր վիրտուալ իրականությունը մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Ուստի համակարգչային գիտությունը հանդիսանում է գրագիտության անհրաժեշտ բաղադրիչ, ինչպես տառաճանաչությունն ու թվաբանությունը։ Այս դասագրքի նպատակն է աջակցել ուսուցչին կրթելու մտածող, վերլուծող, արագ կողմնորոշվող, հնարամիտ ու ստեղծագործ մարդ։ Դասագրքի յուրաքանչյուր թեմա յուրօրինակ ճամփորդություն է վիրտուալ աշխարհում, որը կապում է իրական կյանքի խնդիրները վիրտուալ աշխարհի հնարավորությունների հետ, ցույց տալով դրա օգտագործման արդյունավետ ու անվտանգ ուղին։ Ես այս դասագրքի համահեղինակն եմ, բայց ավելի կարևոր է, որ ես գիտեմ, թե ինչ է նշանակում դաս տալ 7-րդ դասարանում։ Երբ երեխան մի կողմից տեխնոլոգիան է սիրում, մյուս կողմից խոցելի է թվային սխալների հանդեպ։ Այդ իսկ պատճառով դասագիրքն ամբողջությամբ կառուցված է իրական խնդիրների եւ պատասխանատու որոշումների շուրջ։ Դուք միշտ կլինեք ձեր աշակերտների հետ փոխըմբռնման մեջ։ Մենք չենք սովորեցնում միայն կոդ գրել։ Առաջնահերթ մենք սովորեցնում ենք ինչպես մտածել, պլանավորել, պարզեցնել։ Մենք սովորեցնում ենք պաշտպանվել վիրտուալ աշխարհում մտածելով։ Մենք սովորեցնում ենք ինչպես կիսվել տեղեկատվությամբ ճիշտ ձևով։ Դասագիրքի մեթոդը շատ հասանելի է ու պատրաստ մատուցման համար։ Դուք հեշտությամբ կկարողանաք գրքի նյութը ներկայացնել աշակերտներին, գրավելով պարզությամբ, դասագիրքը համակարգչային մտածողություն ու առօրյա խնդիր լուծելու կարողություն է սովորեցնում։ Այսօր մենք ուսուցչի նոր առաքելություն ունենք։ Դա է սովորեցնել աշակերտներին չվախենալ տեխնոլոգիայից, օգտագործելով տեխնոլոգիաները պատասխանատվությամբ ու ստեղծագործելով։ Դասագիրքը գրելիս մենք մտածել ենք ձեր եւ ձեր աշակերտների գործնական հետաքրքրությունների մասին, ընտրել ենք համապատասխան մեթոդ եւ մտքում դա ունենալով ստեղծել ենք նոր դասագիրքը։ Միավորել ենք 3 ճանապարհորդություն մեկի մեջ։ Դասագրքում պարուրաձև զարգացվում են 3 ուղղություն՝ տեսական գիտելիքներ, ծրագրավորման գործնական հմտություններ, թվային անվտանգության գիտակցում։ Գործնական կարողությունների համար ընտրել ենք հեշտ գործարկվող միջավայր՝ Թոնի։ Թոնի ծրագիրը շատ պարզ է եւ ընկերական։ Հիանալի է դպրոցական ծրագրավորման դասերի համար։ Աշակերտը գրում է իր առաջին կոդը Python լեզվով, անմիջապես փորձում է իրական ժամանակում, տեսնում ճանաչում է սպասվող արդյունքը, վերլուծում է սխալները, ճշգրտում, ներառում է պարզաբանումներ ուրիշներին հասկանալի լինելու համար։ Մեր գրքում թվային աշխարհի թեմաները կապվում են իրական կյանքի հետ։ Ցանցերը ներկայացվում են մարդկային փոխհարաբերությունների համեմատության մեջ, իսկ տվյալները որպես ժամանակակից աշխարհի շփման հիմք։ Այսպես աշակերտը հասկանում է, ինչու է դա կարևոր իր կյանքի համար։ Դուք միայնակ չեք լինելու, մենք ձեր կողքին ենք ամբողջ ընթացքում։ Ուսուցչի ուղեցույցը պարզ է, հստակ է, կիրառելի է, յուրաքանչյուր դաս ունի նպատակ, ուսուցման քայլեր, կան դասի պլաններ, վարժություններ, գնահատման առաջարկներ, վերջնարդյունքներ։ Պատրաստվում է նաև վեբինար քննարկումների շարք, ուս տարվա ընթացքում շարունակաբար հաղորդակցվելու համար։ Մեր դասագիրքը գործնական է, արդիական է, պատրաստ է մտնել ձեր դասարան։ Հիշեք այս ճանապարհորդության կոչը՝ նախ սովորեցնել մտածել, իսկ հետո համակարգիչներ օգտագործել։ Այս գիրքը գրելիս նպատակս չէր պարզապես դասագիրք ստեղծել։ Ես ուզում եմ օգնել ուսուցիչներին հասկանալ մի բան, ինչպես առաջնորդել աշակերտներին դեպի կամուրջը, որը միացնում է իրականն ու վիրտուալը։ Ես հոգ եմ տանում, ինչպես է այս դասագիրքը օգտագործվելու դասարանում, որտեղ մտածող ուսուցչի ձեռքում այն դառնում է ոչ թե պարզապես դաս, այլ մտածողություն։